Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։ Ողջույն պարոն Ղազանչյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք հաճախ ասում եք, որ թատրոն փակելը լավ բան չէ, բայց այսօր մենք արդեն մի քանի օրինակ ունենք, նախ Կամերային երաժշտական թատրոնը, Գոյ թատրոնը ու կարծես թե հերթը հասնում է Պատանի հանդիսատեսի թատրոնին։ Ինչու է այսօրվա իշխանությունը դեմ թատրոններին։ Նախ վերջից սկսեմ, չեմ կարծում, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը ուզում են փակեն, ես այդպիսի բարություն չունեմ ու չեմ կարծում, որ որևէ մեկի մտքով անցնի մեր ավանդական ֆունդամենտալ թատրոններից մեկը փակել։ Կամերային երաժշտական թատրոնի հետ կապված իհարկե շատ տխուր պատմություն եղավ, ըստ էության թատրոնը այսօր չկա, գոյություն չունի։ Եվ բավական անհասկանալի պատճառաբանություններ բերվեցին, որ պայմաններն ենք լավացնում, ես ենք անում, են ենք անում, մյուսն ենք անում, մյուսը, արդյունքում այդ թատրոնը չկա, գոյություն չունի, որովհետև թատրոններ օպտիմալացնելը, այսինքն միմյանց միացնելը, դա սխալ քայլ է եւ դա խոսում է միայն այն մասին, որ այն մարդիկ, ովքեր կառավարում են թատրոնները, չգիտեն ինչ բան է թատրոնը։ Թատրոնը դա առանձին օրգանիզմ է։ Թատրոնը դա ինքնուրույն ստեղծագործական միավոր է եւ պես արհեստականորեն վերցնել եւ միացնել մի ուրիշ թատրոնի դա իհարկե ելի եմ ասում խոսում են այն մասին, որ այդ ժամանակ ովքեր որ տիրապետում էին այդ դաշտին, այսինքն ղեկավարում էին թատերական դաշտը, քիչ բան հասկանում թատրոնից Չնայած ես կարծում եմ, որ շատ լավ էլ հասկանում են ուղղակի պես խաղալիք դարձան վերադասների մոտ այն դեպքում, որ հանգիստ կարող էին համոզել, բացատրել, սեփական աթոռի համար չթողալ, բացատրել, պարզաբանումներ տալ, որ այդպես չի կարելի անել։ Թատրոններին միշտ կարելի է ինչ-որ պրետենզիա ներկայացնել, միշտ։ Թատրոնը կրկնում եմ կենդանի օրգանիզմ է, թատրոնը կարող է մի օր լավ աշխատել, մի օր վատ աշխատել։ Եվ այդ պարագայում, եթե գտնում են, որ ստեղծագործական ինչ-ինչ հարցերում թատրոնը թերանում է, ապա պետք է արմատական փոփոխություններ անեն, ղեկավար փոխեն, տնօրեն փոխեն, գեղարվեստական ղեկավար փոխեն, որոնք իրենց հերթին կթարմացնեն թատերախումբը, որոնք իրենց հերթին նոր մարդիկ կբերեն, նոր տեսակի ներկայացումներ կանեն, մի խոսքով կային պատճառաբանություններ, որ թատրոնում ստեղծագործական, չգիտեմ, ինչ աճ չկա, այս չկա, ինչ չկա, այս չկա, այնպես արեք, որ լինի։ Բայց օրինակ Պատանի հանդիսատեսի թատրոնի դեպքում էլ ասացին, որ չափից շատ հրավիրատոմսեր է բաժանվել դրա համար։ Դա ընդհանրապես անհասկանալի պատճառաբանություն էր, որտեվ հրավիրատոմսերի համար, շատ հրավիրատոմսեր տալու համար, առավել ևս, որ այդ պարագայում այնքան էլ շատ չէին, պարզվեց 9.5% էին կազմում ընդհանուր հանդիսատեսի քանակի, բայց նաև պետք էր հաշվի առնել, թե ում են տրվել այդ հրավիրատոմսերը, թեկուզ այդ 96%-ը։ Մեծամասնությունը, ինչպես ներկայացրեց թատրոնի ղեկավարությունը, նախկին արդեն տրվել էր սոցիալապես անապահով զանգվածի, տրվել էր հաշմանդամների, տրվել էր պատերազմի մասնակիցների կամ զոհվածների երեխաներին, ընդ որում ինձ ասացին, որ այդ ամեն ինչը փաստաթղթով
երևում է, ներկայացված է, չգիտեմ ինչպես է երևում, բայց հասցին, որ դա այդպես է, թեկուս այդպես չլիներ, թեկուս, էլի այդ պատճառով տնօրենի հետ պայմանագիր կարճելը ես գտնում եմ, որ Գոնե նկատողություն։ Այո, կարելի էր նկատողություն տալ, կարելի էր նույնիսկ բանավոր նկատողություն տալ, մանավանդ, ասենք, Էմինը այն եզակի տնօրեններից է, որ տիրապետում է թատերական գործին, իր կրթությամբ, իր կրթություններով, հետո ես վերջին շրջանի ներկայացումները դիտում եմ, բավական հարուստ է բեմը, բավական հարուստ է դեկորացիան, բավական ճոխ են զգեստները, ուզում ասեմ, այդ առումով էլ բավական որպես տնօրեն, այսինքն այն ինչ որ իր պարտականությունն է նա անում է։ Այստեղ շատ անհասկանալի էր եւ ընդհանրապես գիտեք ինչ, օրենքում պետք է կետ լինի, որ վերջին հաշվով երբ են փոխում թատրոնի ղեկավարությանը, որ ժամանակ պետք է փոխվի, երբ որ ստեղծագործական առաջընթաց չկա։ Երբ որ ստեղծագործական առումով այնտեղ լուրջ երևույթներ տեղի չեն ունենում, լավ ներկայացումներ չկան, բայց այդպիսի տող օրենքում չկա, որ դրա համար հանեն, դրա համար կարճ են պայմանագիրը։ Եթե պրետենզիա ունեիք թատրոնի ստեղծագործական վիճակի հետ կապված, պարզ, ավելի լավ է ասեք, որ գիտեք ինչ, մենք գտնում ենք այսպես, մենք գտնում ենք, որ սրանից հետո պետք է այսպիսի բեմադրություններ լինեն, ավելի լավ լինեն, ավելի լավանա ստեղծագործական վիճակը, այդ ուրիշ բան, այդ կարելի է այդտեղ նստել ու մտածել, խոսքը Սպատանի հանդիսատես թատրոնի մասին չի, ընդհանրապես եմ ես ասում, ընդհանրապես, իսկ սա ոնց որ ոչ մի բան չգտան, 6 թե 7 ամիս աուդիտ էր նստած, ոչինչ չգտան, հետո ասցին լավ, այսինքն ֆինանսապես մաքուր աշխատել էր մարդը, մաքուր, հետո ասցին չէ, վայ հրավիրատոմսերս, եթե հրավիրատոմսերն էլ չնեին, ուրիշ բան կգտնեին, այսինքն եթե որոշել են հանեն, մի բան կգտնեն, այդպիսի բան չկա, վերջին հաշվով կարելի է ուղղակի տղամարդ հավարի կանչել, ասել, որ մենք այսպես ենք գտնում, կներես, կարճում ենք քո պայմանագիրը, որտեվ այս պահին մեզ նպատակահարմար է, որ այսպիսի ղեկավարություն լինի թատրոնում։ Եվ այս պարագայում ասեմ, Գոռ Մարգարյանն է, Գոռի հանդեպ ես ոչինչ չունեմ, ընդհանրապես նրա կայացման հարցում ես մեծ ներդրում ունեմ, իր ամենալուրջ աշխատանքները արել է Պատանի հանդիսատեսի թատրոնում այն ժամանակ, երբ որ ես էի գեղարվեստական ղեկավարը, այնպես որ ես Գոռի հանդեպ որևէ խնդիր չունեմ, տաղանդավոր մարդ է եւ լավ կաշխատի, տեղ կասկած չունեմ, ուղղակի ձևն էր սխալ, այդպես կարելի է յուրաքանչյուրին կպնել, այդպես կարելի է յուրաքանչյուրին այդպես անհեթեթ պատճառաբանությամբ կպնել եւ աշխատանքից ազատել, այս մտածողությունը երբ որ փոխվի, չգիտեմ կփոխվի թե չէ, բայց երբ որ փոխվի, երբ որ առաջին պլանում լինեն ստեղծագործական, ուրեմն թատրոնի ստեղծագործական արդյունքները եւ քննարկվեն ստեղծագործական արդյունքները եւ եզրակացություն արվեն ստեղծագործական արդյունքները վերլուծելուց հետո, նոր դա ես հասկանում եմ։ Դա ես հասկանում եմ, այդտեղ իհարկե էլի կարող եմ ինչ-որ փոփոխության հետ համաձայն լինել, ինչ-որ փոփոխության հետ համաձայն չլինել, բայց ընդհանուր առմամբ պետք է սա լինի մոտեցումը, ոչ թե հրավիրատոմսեր շատ ես տվել։ Հա, բայց նայեք մյուս պարամետրերը, նայեք այն հիմնական պարամետրերը։ Ավելացնեմ, Էմին Թորոսյանը նույնիսկ իր միջոցներով մի քանի ամիս աշխատավարձերներ տվել դերասանների։ Թատրոնի միջոցներով, այո, տվել էր, հողակները դրա իրավունքն ունեն, ասենք փողակների դեպքում էլի աբսուրդ օրենքներ, ուրեմն նույնը մեր Պարոնյան թատրոնում շատ դեպքեր են լինում, որ գումար ունենք, աշխատել ենք այդ գումարը, բայց իրավունք չունենք ծախսը անենք։ Իրավունք չունենք ծախսը անենք, մինչև ինչ-ինչ փաստաթղթեր չհաստատվեն, մինչև ինչ չլինի, դա կա, բայց հողակները իրավունք ունեն, եւ նա արեց։ Պարոն Ղազանյան, ըստ էս ինչու հասարակությունը չի միանում թատրոնների փակման դեմ պայքարին ու նույնիսկ տվյալ թատրոնների դերասաններն են կեսից հիասթափվում եւ լռում։
Որովհետև հույսեր չեն ուզում կապել։ Գիտեք ինչ, դա շատ գլոբալ հարց է։ Հասարակություն թատրոն փոխհարաբերությունը շատ ավելի ես կարծում եմ, որ հիմա մենք գործ ունենք այս պահին այն հասարակության հետ, որը դպրոց էր գնում սրանից 25-30 տարի առաջ։ Իսկ ինչ կատարվեց դպրոցի հետ։ Դպրոցները իմ կարծիքով ես դրանում համոզված եմ, իհարկե թե ասեն ապացույցներ բեր դա դժվար է, որովհետև իրեղեն չեն այդ ապացույցները, բայց դա, ինչպես մի հայտնի ֆիլմում ասում են, դա երևում է։ Դպրոցները ծրագրված քանդվեցին, ուսման մակարդակը ընկավ։ Ոչ թե դա ես բարդում եմ միայն ուսուցիչների վրա, Քավլիցի ուսուցիչը էլի այդ 2 կոպեկով իր գործն անում է, պահանջկոտության վրա շատ չկենտրոնացանք, պետության պահանջկոտության վրա, այսինքն պետության շահագրգռվածության վրա, որ կիրթ հայրենասեր երեխեք դաստիարակվեն դպրոցներում, եւ այն երեխեքը, որոնք իրոք կիրթ են, հայրենասեր են, սովորում են, դրանք ավելի շատ պարտական են իրենց ծնողներին, քան դպրոցին այսօր, ցավոք սրտի, այսինքն եթե այնպիսի ընտանիք է, որ ինտելիգենտ ընտանիք է, որտեղ ծնողները մտահոգված են, որ իրենց երեխան գրագետ մարդ դառնա, պիտանի մարդ դառնա հասարակությանը, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի դա լինի։ Բայց ցավոք սրտի էլ չեմ ասում, այն վերջին 5-6 տարի առաջ էր, չէ, դպրոցում այսքան երեխեքի հանել էին միտինգի ուսուցչի դեմ։ Այդ որ ես չտեսա։ Վերջերս Մերձևանի դպրոցում գրեթե նույն իրավիճակն Դրանից ավելի ես ուզում եմ առիթից օգտվելով, եթե ինձ լսում են, զերծ մնացեք երեխեքին խառնելուց այդ ամեն ինչին։ Ես հիշում եմ այդ առաջին, երկրորդ դասանի երեխեքը տնօրենին պես գոռում էին մի մարդու պես գոռում էին հեռացիր, ախր այդ երեխի ենթագիտակցության մեջ եթե այդ տարիքում դու նման երևույթ ես դնում, դու հետագայում ինչ պետք է պահանջես։ Հետագայում այդ երեխից պահանջես հարգանք ուսուցչի նկատմամբ, հարգանք մեծ ծնողի նկատմամբ, չես կարող եւ էլ ինստիտուտում էլ ես հիշում եմ, որ փակել էին ուսանողները դուռը, դասախոսներին չէին թողնում դուրս գար, հələ այնտեղ այդ դուռը փակեք մի հատ բան, մեր ժամանակ որևէ մեկը ռիսկ կաներ դասախոսի հետ այդպես վերաբերվեր, հարգանքը կար, մենք դասախոսին տեսնում էինք այդ պատկառանքը եկող դասախոսից այդ մեզ զգաստացնում էր, մեզ ավելի զսպում էր, հիմա մի տեսակ ամեն ինչ ազատ է դարձել, հիմա ազատությունը շատ հաճախ խառնվում է լկտիության հետ, սանձարձակության հետ եւ ես ցավում եմ, որ պետք եղած դեպքում էլ ասում են դա ազատություն է, դա դեմոկրատիա է, դեմոկրատիայից բարձվում է, դեմոկրատիայից ավելի հիմար բան, ավելի ապուշ բան չկա աշխարհում։ Ու ինչպես Չերչիլն է ասել, ցավոք ավելի լավ բան դեռևս մարդկությունը չի հորինել։ Պարոն Ղազանջյան, վստահաբար դուք տեղյակ եք, որ կառավարությունը նախաձեռնություն ունի պետականացնել նկարիչների եւ գրողների միության շենքերը, ու շատ ակնհայտ է, որ դրանք այդ շենքերը վերցնելուց հետո նաեւ թակելու են թատերական գործիչների միության շենքի դուռը։ Ինչպես եք վարվելու այդ պարագայում։ Գիտեք ինչ, այդ հարցում ես մի փոքր հանգիստ եմ, որովհետեւ ազգային ժողովում օրինագիծ կա եւ այդ օրինագիծը ամեն դեպքում ճիշտ է որոշ սահմանափակումներ դնում է միությունների գույքի վրա, այսինքն որքան հիշում եմ այդ օրինագիծը նույնիսկ հնարավոր է որ ընդունվել է օրենքը, ես
չնայեմ, բայց եթե ընդունված լիներ, կարծում եմ մենք էլ կստանայինք պատճեն։ Չեմ կարծում դրան հասնի։ Մի քանի հանդիպումներ սրանից մի քանի ամիս առաջ եղան եւ ազգային ժողովում եղավ, ես չեմ կարծում դրան հասնի, այդ սահմանափակումն էլ գույքի հետ կապված, որ ասենք գույքը վաճառելիս պետք է համագումարի թույլտվությունը լինի եւ որքան գիտեմ կառավարությունը առաջնահերթ իրավունք ունենա այդ գույքը ձեռք բերելու ըստ էության հիմա էլ է այդպես մեր կանոնադրություններում այդպես է այսինքն ոչ ոք չի կարող վերցնի ինչ-որ բան վաճառել ուզում եմ ասեմ ես այդ հարցում մի փոքր լավատես եմ եւ չեմ կարծում որ դրան հասնի դա ուղղակի աղմուկ էր որ բարձրացավ վարչապետի ելույթից հետո բայց կարծում եմ այդ աղմուկը ուրիշ պատճառներ ուներ բայց ազգային ժողովում մեր հանդիպումից հետո այդ օրինագիծը տեսնելուց հետո ես մի փոքր հանգիստ եմ այսինքն միությունների շենքերը ամեն ինչ կմնան միությունների սեփականություն Բայց դուք ամեն դեպքում որևէ կերպ աջակցել եք պարոն Միլիտոնյանի, Սուրեն Սաֆարյանին։ Իհարկե մենք հանդիպել ենք, հավաքվել ենք, միասին ասուլիս ենք անցկացրել, հենց մի ասուլիսն էլ մեր թատրոնում է եղել, Պարոնյան թատրոնում է եղել, ես տրամադրեցի տեղը, ես էլ մասնակցեցի։ Իհարկե միությունների նախագահները շատ հաճախ են հանդիպում, մենք հաճախ ենք հանդիպում եւ սա միշտ է եղել։ Ինչ ես հիշում եմ, ինչ միության նախագահը մենք բարբերաբար հանդիպել ենք։ Իսկ ըստ ձեզ մշակույթի գործիչները պետք է լինեն քաղաքական հարցերում, թե ավելի լավ է լուռ մնան, իրենց կարծիքը պահեն իրենց մեջ, չէ՞ որ մեծ լսարան ունեն։ Տարբեր բաներ են, Գոհար ջան, տարբեր հարցեր են։ Մշակույթի գործիչը պետք է ազատ արտահայտի իր միտքը։ Բայց մեր հասարակությունը սխալ է դա ընկալում։ Ես չգիտեմ ինչպես է ընկալում, դե հասարակությունն էլ մենք խոսեցինք այդ մասին, այ նայում եք Facebook-ին եւ այդ կոմենտները կարդում եք եւ տեսնում եք ինչ հասարակություն է։ Տեսնում եք ինչ հասարակության հետ մենք գործ ունենք, այսինքն շատ հաճախ նույնիսկ կարդում ես կոմենտներ, վախենում ես, այսինքն մահացած մարդու վրա ուրախանում ես։ Եվ կոնկրետ մարդիկ են անհարմար չեն զգում ուրիշ անվան տակ այդ իրենց գրառումն անեն, կոնկրետ մարդիկ են, այսինքն այդ աստիճանի փոշիացան էլեմենտար նորմերը, ապրելու էլեմենտար մարդաբանական նորմերը, ես ուղղակի վախենում եմ ու էլի եմ ասում, դուք ասում եք հասարակություն թատրոնն է, ինչ ուզես այդ հասարակությունից, ինչ պահանջես, միայն կոմեդիա, միայն կատակերգություն, կան ծիծաղեն։ Մեր հասարակությունը միայն կատակերգությունն է լավ ընկալում։ Դե հիմա այն անտրիպրիզային ներկայացումները, որոնք պետք է լինեն, բնականաբար ես չեմ ասում, որ իրավունք չունեն լինելուց, բայց դրանք ավելի շատ դալիճ են հավաքում, շատ պարզ սիտուացիոն կոմեդիաները հայկականացված, նույնիսկ շատ դեպքերում հայտնի ժամանակակից գրողների արտասահմանյան գործերը հայկականացված, ինչ ասեմ, մենք մեր գործը շարունակելու ենք, մենք անելու ենք այն, ինչ գտնում ենք, որ ավելի ճիշտ է այն, ինչ որ մտածելու առիթ է տալիս, իսկ ձեր հարցին պետք է լինեն քաղաքական դաշտում, ես կարծում եմ չպետք է լինեն, որտեղ ինչ է նշանակում լինել քաղաքական դաշտում, դա նշանակում է հարել որևէ կուսակցության, ամենևին, միանշանակ դա, բա ուրիշ ոնց եք պատկերացնում, Այսինքն ես որ կոնկրետ միտինգ է լինում, ենթադրենք այդ միտինգին ես չեմ գնում մասնակցեմ։ Դա նշանակում է ես քաղաքական, ես ինչ եմ, ես սխալ եմ անում։ Ոչ, բայց եթե գնում եք, չի նշանակում, որ կոնկրետ քաղաքական հայացքներ ունեք։ Չէ, միտինգները արվում են կոնկրետ նպատակներով, չէ։ Կոնկրետ նպատակներով։ Հիմա այսօր չգիտեմ, ինձ երբեք քաղաքական դաշտը չի գրավել, որովհետև կայուն դաշտ չի ինքը, որովհետև այսօր
սրա ընկերն եմ, վաղը նրա ընկերն եմ, այն մյուս օրը այն մյուսի ընկերն եմ, այն մյուս օրը ինչ ասես իրար կասենք, մեկ էլ մի քանի տարի հետո մեկ էլ էլի դառանք քույր եւ եղբայր կամ եղբայրներ, այդպես ես չեմ կարող ապրել, հասկանում եք։ Ես Փառք Աստծո, եթե ինձ դիմում են, եթե հարցնում են կարծիք ասել ինչ-որ երևույթի մասին, ես դա ասում եմ, ես ազատ ասում եմ, ես ոչ մեկից չեմ վախենում եւ երբեք ոչ մեկից չեմ վախեցել։ Բայց երբեք ոչ մի ժամանակ ես չեմ դարձել ինչ-որ թիմի անդամ։ Ես չեմ, որովհետեւ հավատը այդ թիմի նկատմամբ, պոտենցիալ թիմի նկատմամբ չկա։ Ես չգիտեմ այսօր այսպես է, վաղ ինչպես կլինի։ Ես դա չգիտեմ։ Դուք երբևէ ինչ խնդրի մասին եք բարձրաձայնել երկրի ղեկավարների առջև, օրինակ թատրոնի դերասանների ցածր աշխատավարձերի մասին երբևէ խոսել եք։ Դերասանների ցածր աշխատավարձի մասին անընդհատ ասում ենք, բայց այսօր ավելի հրատապ խնդիրներ կան։ Այսօր ավելի լուրջ խնդիրներ կան։ Այսօր այն որոշումներ չասենք, այն ռեֆորմները, որ արվում են թատրոններում, դրանք են ավելի վախեցնող։ Այսօր օր-օրի փոշիանում է գեղարվեստական ղեկավարի դերը եւ նշանակությունը թատրոնում։ Դրանից ավելի սարսափելի բան չկա։ Ստեղծագործական կոլեկտիվը, կրկնում եմ, թատրոնը ֆաբրիկա չի, թատրոնը սպորտ դպրոց չի կամ նկարչական դպրոց չի, այդ բոլորը պոակ են, թատրոնն էլ է պոակ։ Ամեն ինչ պոակ է, մի ուրեմն կնիքի տակ ենք բոլորս։ Ոչ միայն փոշիացվում է, այլ գտնում են լուրջ, որ պետք է գեղարվեստական ղեկավար չլինի թատրոններում։ Լուրջ այդպիսի կարծիք կա։ Այսօր մեզ պարտադրում են ամբողջ տարին պլանավորել։ Ներառյալ պրեմիերաները նոր, ախր պրեմիերաները ոնց կարելի է, եթե մենք ստեղծագործական թատրոն ենք, այլ ոչ թե ֆաբրիկա, ոնց կարելի է պրեմիերաները պլանավորել։ Այսինքն ներկայացումը գնում է, կարող է չի հասցնում ռեժիսորը, չի հասցնում, կամ չի ստացվում։ Հազարումի բան կարող է լինել։ Կամ չի ստացվում, կամ դերասանին կամ դերասաններին փոխելու հարց կա, կամ դեկորի վրա աշխատելու հարց կա։ Միշտ եղել է բեմադրիչը ցույց է տվել վերջին փորձը, մենք Պրագոն ենք ասում դրան։ Դրանից հետո որոշում է կայացվել անել պրեմիերան այս ինչ օրը, թե չանել։ Ավելին ասեմ, նոր նշանակվել է պրեմիերայի օրը։ Իսկ մենք դեռ այսօր ներկայացումը չսկսած, արդեն հայտարարված է, տոմս ենք վաճառում։ Հասկանում եք, սրանից ավելի մեծ աբսուրդ գոյություն չունի։ Այսինքն պատասխանատվություն եք ունենում հանդիսատեսի առջև, եթե տոմս եք վաճառում։ Այդպես է դուրս գալիս, այսինքն պետք է քեզ կոտորելով, քեզ պատեպատ տալով, պետք է հասցնես այդ օրը, ինչ վիճակում ուզում է լինի։ Այսինքն, որ կարող է ավելի լավ լինի, այդ մասին չենք մտածում, որ ասենք եւս մի երկու շաբաթ պետք է փորձ անել, որ ավելի լավ լինի, այդ մասին չենք մտածում, չէ, այս օրը դրած է։ Այս օրը դրածը պետք է ունենանք։ Չգիտեմ, ել չեմ ասում այն ասպես կոչված պլանը, որ դրվել են տնօրենների վրա այս տարվանից։ Աբսուրդ թվեր։ Էմինի հետ կոնֆլիկտը տեղից սկսվեց։ Այսինքն, չգիտեմ, քանի տոկոսով, 100 քանի տոկոսով, թե 200%-ով, ճիշտ չեմ հիշում, կոլիցի այդ խոսքերս, բայց բավական մեծ տոկոսով ավելացվել էր հանդիսատեսի քանակը եւ ֆինանսական մուտքերի քանակը ըստ պլանի։ Այսինքն, եթե դա ռեալ չի, ինչի համար է դա արվում։ Իմաստը ո՞րն է։ Այսինքն, ինչ որ չինովնիկներ, ինչ որ կաբինետում նստած, ինչ որ ֆինանսիստներ
կալկուլյատորը առջևում դրած, այպես հաշվում են, ասում են դա քանի տեղ է, այսքան տեղ է 650, ուրեմն այսպես 650 անգամ այս բան արեց այսքան, գրեք այսքան, վերջ։ Ու դառնում են մարդիկ, որ իրենց օրում չեն մտել թատրոն։ Այսինքն թատրոնները վերածվում են, այսինքն ստեղծագործական բաղկացուցիչը թատրոններից վերանում է։ Թատրոնները վերածվում են ֆաբրիկաների, շտամպովщикների, շտամպով, դրա համար ես չգիտեմ, հիմա առջևում մի ներկայացում է, որ ես եմ անում, ես օգոստոսին պահելու եմ մի փոքր խումբ և օգոստոսին աշխատելու եմ, որպեսզի հասցնենք, այսինքն ես արձակուրդ չեմ գնալ, հետ չեմ կանչվելու, դրա համար չենք վճարվելու, օրենքով չի լինել, մենք ասենք Աստծո սիրուն, որտեվ դա էլ է պարզվեց հիմա պրոբլեմ, այսինքն այնպիսի գրություններ ու նամակներ են ստանում, որ արդեն ես չգիտեմ, ես ընդհանրապես մտածում եմ այսօր տնօրեն աշխատելը, այդ գլխից ձեռք քաշած մարդը պետք է թատրոնի տնօրեն աշխատի, որովհետև այն գրագրությունը, այն թղթագրությունը, այն ամեն մի հասարակ մանրուքի շուրջ ինչ-որ թղթեր մրոտել է, այդ մենակ պետք է ամուր ներվեր ունեցող մարդիկ լինեն։ Իսկ այս խնդիրների շուրջը ԿԳՄՍ նախարարը ինչ է պարզաբանում, դիմել եք։ Ես գիտեմ, որ չէ, դե խոսում ենք, իրենք ավելի շատ տնօրեններին են հավաքում, տնօրենների հետ են խորհրդակցություններ անցկացնում, գեղարվեստական ղեկավարների երեսը չեն ուզում տեսնել, որտեվ չեն սիրում, դե տնօրենները ասում են, կան տնօրեններ համենայն դեպս, որ բարձրաձայն ասում են, բայց այսօր այդ խոսքը կքննարկենք, կնայենք, բայց ոչինչ տեղից չի շարժվում որպես կանոն, որովհետև գտնում են, որ ինչ որ որոշել են, դա ճիշտ է։ Իսկ գեղարվեստական ղեկավարներին ես ուղղակի կհորդորեի, որ ամեն դեպքում այդքան էլ վախենալու մարդիկ չեն, կամ հանդիպեք իրենց կարծիքը լսեք, կամ բոլորին հավաքեք, մի ուղղությամբ մի տոմս վերցրեք, ասենք Կոնգո կամ որ էլ չվերադառնան, ուղարկեք ու պրծեք Վախենում են ձեզնից, պարոն Ղազանչյան։ Այդ իրենց հարցրեք։ Ինչ եք կարծում։ Դե վախենալ, գիտեք ինչ, մենք մեր կարծիքները ասում ենք, պարզ ասում ենք, որովհետև վերջին հաշվով այդ հանդիպումները ավելի շատ իրենց են պետք, քան մեզ։ Ինձ անձամբ, ես ամբողջ կյանքս թատրոն եմ ղեկավարել, ամբողջ կյանքս։ Ինձ համար այսօր այնքան մեկ է, ես կլինեմ գեղարվեստական ղեկավար, չեմ լինի գեղարվեստական ղեկավար, թատրոնում կաշխատեմ, թե չեմ աշխատի, ինձ համար այնքան մեկ է, որովհետև ես այնքան խողովակներ ունեմ, այնքան հրավերներ ունեմ արտասահմանում բեմադրություններ անելու, որ մի օր կարող է թքեմ, ասեմ, ես ազատ արվեստագետ եմ, կգնամ իմ գումարը կաշխատեմ, կգամ, էլի կգնամ, էլի կգամ։ Բայց իրենց է դա պետք, իրենց է պետք։ Ժամանակին սովետական շրջանում ժամանակ կոչվում էր գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար չէր կոչվում, կոչվում էր գլխավոր ռեժիսոր Հաստիկը, գլխավոր ռեժիսորը Կենտկոմի նոմենկլատուրա էր, այսինքն Կենտկոմի բաժնի վարիչը պետք է համաձայնություն տար, որ նշանակեին գլխավոր ռեժիսոր և նշանակում էր նախարարը, ոչ թե տնօրենը, ինչպես հիմա, այլ նախարարը, իսկ տնօրենին նշանակում էր նախարարը, մինիստրը, մինիստրը ենք ասում, այսինքն կարող էր Կենտկոմի հետ չհամաձայնեցնել այդ հարցը, այսինքն այդքան կարևոր էր գլխավոր ռեժիսորի հարցը։ Ես կարծում եմ, որ կոմունիստները ավելի շատ առիթ պետք է ունենային ստեղծագործողներից վախենալու, քան հիմա։ Այս բացախոսության ամեն դեպքում դարում։ Այնպես որ ես կուզենայի, որ ամեն ոք, անկախ նրանից, թե ինչ աթոռ է զբաղեցնում, մեկ մտածեր, որ ինքն էլ կարող է սխալվի ինչ-որ հարցում։ Իրեն էլ է խորհուրդ պետք։
ինքն էլ կարող է, թե չէ Ֆրանսիայի մոդել, չգիտեմ որտեղի մոդել, իմ ջալոց ասեմ, եթե եվրոպական մոդելն եք ուզում, ամենազարգացած, ամենալավ թատրոններ ունեցող երկրներում գեղարվեստական ղեկավարի հասնիքը կա, կարգավիճակը կա, Գերմանիայում կա, Լեհաստանում կա, Ռումինիայում կա։ Բա ուզում են Եվրամիություն մտնել։ Չէ, թե ուզում են մտնեն, ուրեմն թող այն երկրներից օրինակ վերցնեն, որտեղ այդ ամեն ինչը կա։ Որպես մշակույթի մարդ ինչ դիրքորոշում ունեք այն արշավներին, որոնք այսօր ուղղված են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Շատ վատ եւ ես ընդհանրապես ուզում եմ հասկանամ իմաստը այս ամեն ինչը սկսելու։ Եկեղեցին ազգի երկրի հենասյուներից մեկն է։ Եվ այսօր մենք մի ծանր մուրջ վերցրած խփում ենք կամարներին, դրա կարող է խնդիրներ լինեն եկեղեցու հետ, կարող է, պետությունը կարող է խնդիր ունենա եկեղեցու հետ, դա ես չեմ բացառում, բայց այնպես լուծեք այդ հարցերը, որ մենք չիմանանք, այնպես լուծեք, երկուստ էլ մարդ եք, կապվեք իրար հետ, հանդիպեք, խորհրդակցեք, պարզեք ինչ հարցերում կա անհամաձայնություն, փորձեք եզրեր գտնեք, որ լուծեք այդ ամեն ինչը, բայց այսպես ջրի երես հանել ու ընդհանրապես խայտառակվել հատկապես մեր սիրելի ճակերտավոր հարևանների աչքի առաջ, դա ես չեմ ընդունում եւ ընդհանրապես գտնում եմ, որ եթե դա վերագրվում է բացախոսության, եթե դա վերագրվում է դեմոկրատիային, ես սկսում եմ խոսքի ազատությանը, ես սկսում եմ զզվել այդ երևույթներից, որովհետև կա ինչ-որ սահման, որ չպետք է անցնես, իսկ այս պարագայում ես էլի եմ ասում, երևի էլի ուշ չի, չգիտեմ կարմիր գիծ են ասում, թե ինչ են ասում, դա արդեն հատած է թե չէ, բայց կարելի է, համդեպս հետագայում գոնե, կարելի է այնպես անել, որ ամեն ինչի մասին մենք չիմանանք, դև ամոթ է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ։ Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էր։